Մայրաթորի տեղեկատվական համակարգը պատասխանել է ամենայն Հայոց կաթողիկոսի Վրաստան մեկնելու արգելքի մասին լրատվամիջոցների հարցումներին։ Ամենայն Հայոց կաթողիկոսի մասնակցությունը վրաց ուղղափառ եկեղեցու պետ Երանաշնորհ Իլյա II պատրիարքի հուղարկավորությանը կարևոր քայլ պիտի լիներ համահունչ երկու ժողովուրդների դարավոր բարեկամության և երկու եկեղեցիների պատմական առնչակցությունների ոգուն։ Դատապարտելի է, որ ՀՀ իշխանությունները, չկարողանալով ճիշտ գնահատել իրողությունները և եղբայրական վրաց ժողովրդի կորստյան ու սուգի մեջ իդեմս ամենայն Հայոց կաթողիկոսի Հայոց եկեղեցու զորակցության կարևորությունը, մերժեցին Նորին-սրբության ելքի արգելքի առնչությամբ ներկայացված միջնորդությունը, անհիմն նկատելով ի տեր ննջած համայն Վրաստանի պատրիարք կաթողիկոսի հուղարկավորությանը Հայոց Հայրապետի ներկա գտնվելու անհրաժեշտությունը։ Նման գործելաոճը պախարակելի է, չի բխում ՀՀ շահերից, նաև մեծապես հարվածում է ինչպես երկրի արդարադատությանը, այնպես և միջազգային վարկանիշին։ Այսպիսով, հերթական անգամ իշխանությունները հակասահմանադրական քայլով ակնհայտ քաղաքական որոշմամբ սահմանափակեցին ամենայն Հայոց կաթողիկոսի միջեկեղեցական հարաբերությունների շրջանակում գործունեություն ծավալելու հովվապետական պարտականություններն ու իրավունքները։ Այս ամենը հնարավոր չէ այլ կերպ որակել, քան իրագործված ապօրինի հետապնդում և բռնաճնշում, ասված է Մայրաթորի տեղեկատվական համակարգի պատասխանում։